Հիմա գիտես ինչ եմ ավելացնում, վաղը կուտես կտենաս սարի ուրց, մի քիչ ուրց ես։ Անպայման սարի լինի։ Անպայման սարի։ Սարի սիրունյա։ Ահա, բան, ամեցեք մեր հետ ուտելու։ Այո։ Մեր դռները բաց են, ով ցանկություն ունի, գրեք, ասեք, գալիս ենք այսօր խորոված ուտելու։ Խորովածը պատրաստ է։ Մամաս անսահմանափակ հյուրասեր է։ Թևերը, հավի թևերը, կպատում, մշակում, ամեն ձևի, որ առողջ սնունդ ստացվի։ Ճիշտ ասած ամուսինս է շոտ լավ միս աղում, սա վերեմ ցույց տամ, իդեալական։ Ամուսնու պես գովում։ Իդեալական խոզի միս, դե ճիշտ եմ ասում, գովելու բան չկա։ Պապ ջան։ Ահա։ Սերձեշնի պրիվետ, ադզիմձիմը։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ես մայրիկիս տանն եմ, մայրիկիս եւ հայրիկիս եւ այսօր մենք մամայիս հետ պատրաստելու ենք խինկալի հատուկ ինձ համար, որը անում ենք ամեն անգամ, երբ ես գալիս եմ մեր տուն։ Մենք ասում ենք, որ թե խինկալի ենք պատրաստում, այ պելմենն է, չէ՞։ Պելմենն է, հա, ոչ թե խինկալի։ Պելմենի ենք պատրաստում։ Պելմենի։ Պելմենի։ Վերցնում ենք լավ յուղոտ միս, որ ուրիշ բան չխառնենք, ոչ կարակ, ոչ ձետ։ Հա, որ յուղ չավելացնենք, պետք է միսը մի քիչ յուղոտ լինի։ Հիմա սոխը կաղանք ու համեմ կկտրտենք, որ կանաչին կտրատում ենք, չէ՞։ Անպայման։ Կանաչին չեն աղում, աղում, վինը փոխում։ Այդ մեկը հաստատ գիտեմ, մաման ասել է շատ։ Կտրատում ենք կանաչին։ Համեմը։ Համեմն ենք կտրատում։ Համեմն ենք կտրատում։ Եվ խառնում ենք մսի ֆարշին։ Որպեսզի ինքը ավելի համ։ Հետո ինչով ենք համեմելու։ Հետո համեմելում ենք սև բիբարով, շատ քիչ կարմիր բիբարով։ Ու այսպես մի քիչ միսը կշաղախենք, որպեսզի մի քիչ ջրի կանա։ Ու խմորը կդնենք ու կփաթաթենք ու կլինի ոչ մի կլինի իմ համար շատ հեշտ պատրաստող։ Ոչ մի դժվար բան չկա։ Մամա իմ համար դժվար է։ Դե դժվար է, դու երեխա ես պահում, դժվար է։ Այ, Մեր ժամանակն էլ էր այտենց դժվար է, միշտ էլ դժվար է լինի։ Ահա։ Այսենց հիմա աղով համեմում ենք, մի րոպե։ Պապաս ընդեղից գնում գալիս է, աղով ես համեմում։ Աղով, հա, ճիշտ է։ Սև ու կարմիր պղպեղն է, Հիմա, հա, հիմա աղով կանենք, ինչքան որ պետք է, այդքան ես արդեն աչքա չափով գիտեմ, ինչքան է, հիմա մամայիս սև պղպեղ, ահա, սև պղպեղով ենք անում, հետո կարմիրը, շատ քիչ, շատ կարմիր չենք անում, կարմիր բիբարը շատ քիչ ենք անում, այնքան որ էլի, ահա, սև բիբարն է շատ լավ համ տալիս, մսին, ու այսպես խառնում ենք, լավ պետքա խառնենք, ահա, հետո ջուր կավելացնենք մի քիչ, իհարկե այսքանը շատ է պելմենի համար, բայց եսա մենք կառանձնացնենք։ Մնացած մասը մենք գիտենք ինչ կանենք։ Հետո ջրիկ մի քիչ ջուր սառը ջրով կբացենք, որպեսզի ֆարշը փափուկ լինի, էլի, սառը ջրով։ Սառը, անպայման սառը, որ ասենք դնում ես խմորի մեջ, ինքը չծորա, էլի, խմորը չթրջի։ Հա։ Հասկացա՞ր։ Ես մի անգամ արել էի, մաման ինձ ասել էր ոնց անես, ինչ անես, բայց ես միսը չէի ջրի կացրել ու սենց Շատ քարի նման է լինում։ Բայց իհարկե խղճամուս կերավ, մի կերպ այդ Բայց ոչ մի բանն էլ այստեղ ասենք դժվարություն չկա, ինչ էլ որ անես ուղղակի խելքի բան է, ինչ հիմա ասենք թե սա տոլմայի համար լավ է, բայց էլի ջուր ենք ավելացնելու։ Հիմա այս կես մասը կանենք պելմենի, կեսն էլ կոտլետ, տոլմա, ինչ որ մենք ցանկանանք։ Բայց անպայման պելմենին սառը ջրով բացում ենք։ Այսպես։ Ոչ մի բան էլ դժվար չի, մենակ ցանկություն է պետք։ Ցանկություն եւ ժամանակ։ Ժամանակ։ Որից ես երկուսն էլ չունեմ։ Մամ, հիմա ինչ ես անում, ասա։ Հիմա էլի կանաչի եմ ցուցում։ Կանաչի։ Մամ ջան, ալի մի քիչ իմ հետևորդներին իմ մասին պատմի։
Թող իմանան իմ մասին մի քիչ տնից։ Ինչ ասեմ։ Իմ աղջիկը շատ լավ է սովորել դպրոցում, շատ լավ։ Մամա քեզ ուզում։ Եվ Ինչ ասեմ, բոլորը մատով էին ցույց տալիս։ այդ մենակ են, բա։ Դե դա իմ պահած ժամանակ։ Հիմա պետքա քո ամուսինը քեզ գովա։ Ամուսինը կհարցնենք էլ։ Իմ աղջիկը ոչ մի խնդիր չուներ, ոչ մի առարկայի հետ։ Մի խոսքով իմ հիմնական առավելությունն այն է, որ ես լավ եմ սովորել, ես չեմ։ Լավ է սովորել, շատ լավ երեխա է եղել, շատ ոնց ասեմ, դպրոցում, տանը միշտ կարդում էր, միշտ կարդում էր։ Իսկ մենակ գրքերի առաջ էր, չէ՞ հիշում։ Մամ ջան, հիմա ինչ ես անում, ասա։ Հիմա պելեմենի խմորն ենք անում։ Ոնց ես անում։ Դե մի ձու եմ գցել, մի քիչ աղ, ոչ մի բան, մի պին խմոր, որ կարողանանք բացել, էլի։ Ու ալյուր, հա։ Ձուն անմիջապես հենց խմորի մեջ ես։ Դե պարզա ալյուրս։ Ես էլ ինչ-որ բան էի, ջրի մեջ էի բացում, ձուն, աղը, Չէ, ոչ իրան պետք չի սա։ Ոնց որ ռեզինի նման։ Դու ես սովորի, ընթացքում են սովորում, ոչ մեկ սովորած չի ծնվում։ Նեխաչու։ Ոչ մեկ սովորած չի ծնվում, մի քիչ ամանս փոքր է, բայց ոչինչ չեմ ուզում շատ անել, այսքան հերիք է, էլի։ Հա դա նորմալ է, ինչ։ Մի քիչ պինդ խմոր ենք անում։ Չափազանց շատ քանակությամբ չենք անում, որ հասցնենք, որտեղ երեխան կարտնեն, հա։ Դե հա, էսի բավականին շատ կլինի, մի 80։ Հա, ես ճիշտ ասած շատ կարևոր է։ ձեռնոցներով, ասենք մարդես էլի։ Ձեռնոցներով ավելի համ ձեռքերը մաքուր անում, համ ասենք արխային ճիշտ է մարդը ասում է ջերմությունը հաղորդում է ձեռքերի։ Ջերմությունը սրտից է, հո ձեռքերով չի։ Բայց դե ենք sense love Պապա, նկար կադր, նկարում ենք, պապ ջան, Օրին եք դուք, սաղ ցեղին բերեք նկարեք։ Հիմա այսի որ մի քիչ մնա, այդքան շատ պետք էլ չի էլ իրան տրորել, ասենք։ Հիմա ես պետք է թողնենք հանգստանա։ Քիչ մի 15 րոպե կթողենք կհանգստանա։ Եղանակը շոկ է, էլի խմորը շուտ է թուլանում։ Ու կբացենք, փակենք, որպեսզի երեսը չչորանա, էլի։ Всё, այսպես փակենք։ Էսի հացի խմոր չի, սա մի 15 րոպե մնա։ 15 րոպեից Հա, 15 րոպեից արդեն սկսենք հանդիպենք 15 րոպեից։ 15 րոպեն անցավ, Նարեկս քնից արթնացավ։ Նորեկը նեխոճա քնից արթնացի, հա նոր։ Ինչ երազես տեսել։ Հա տղես։ Ոյ։ Կյանքս, ինչ երազես տեսել։ Նոր, հլասա։ Հլասա, ինչ ես տեսել։ Ահա, տես էսի։ Իսը դրել էի խոդը, որ շուտ ենք անում դրա համար, լիքը գործ ունենք անելու։ Քիչ երևա։ Ահա, Սոնայի համար Բադրջան եմ Հա, Հայկս։ դրել, որ ժարի տանեմ, ալյուրը գցում ենք, խմորը բաժանել եմ երկու մասի։ Այս որպեսի շատ մեծ գունդ չստանանք, երկու մասի ենք բաժանում, էլի Սոնա ջան։ Այսպես։ Հիմա գրտնակում ենք։ Նորիկ ուժեշ խմորիկ մի քիչ։ Հա։ Էսի կեսուրի հին գրտնակն է։ Հա։ Մի հատ էլ ունեմ, բայց էսի լավ է բացում։ Ինչո՞ կողծրես։ Կուզես մի քիչ խմորիկ, տատիկ ինչ խանգարենք, sense նստենք։ Մամ մի քիչ խմորիկ տուր իմ տղեն խաղա։ Տամ կյանքս։ Տատիկ խմոր տա քեզ։ Ալյուր էլ տամ։ Նորիվս։ Հայկը հիշում ես ինչքան է սիրում խմորիկ։ Հա։ Նարեկին հələ չեմ տվել, հələ խաղա կյան։ Հələ խաղա կյանք։ Շատ կարևոր սենսոր հատկություններ է Հա, զարգացնում։ Խողը կողջերես։ Ուտեմ եշքեշ։ Հոմովս։ Սիրուն է, չէ՞ պստիկը։ Ահա, այսպես բացում ենք։ Մի քիչ։ Բայց այն էկրանից չի երևում քո աշխատանքը, սպասի մի քիչ։ Բացենք, որ բան լինի, էլի։ Խմորը շատ չթուլանա։ Տիկի համար համով բան է սարքում իմ տղեն։ Ինչ գթալիկ ունես դու։ Տատիկն ա տվել ասա, ո՞վ տվել։ Կյանքից։
Արևս։ Տատկի արևը։ Տատկի լույսը։ Այ, Սոնայի դատասուհին ինչպիսին կարող է լինել։ Հա։ Հետո մամա, պատմի։ Հետո ինչ պատմեմ, Սոնա Իմ ջան։ մասին պատմություններ պատմի։ Քո մաս մի բան կա, որ շատ ուղեղից մեջ տպավորվել է, Որ է, ինչը։ Սոնան ամբողջ 3 ամսվա ընթացքում ամբողջ ամիսը գիրք էր կարդում։ Ամբողջ այդ 3 ամիսը։ Միշտ 3 ամիս։ Առաջի դասարանից սկսած 3 ամիս արձակուրդների։ Էդ եմ ասում էլի։ Արձակուրդներին ամբողջ օրը խոսում էի, Սոնյան հերիքա, բալես, հերիքա։ Ահա, մամա կարդում եմ։ Ասենք ոչ միտեղ ինքը չէր գալիս, ասենք քեֆ ա, բանա։ Լուրջ ման։ Հա, չի։ Այսքան էլ ճիշտ չասես մամա սուտ ասում։ Դարախչություն, ջո։ Ասում այդքան անհետաքրքիր։ Չէ, մամա, ես չեմ գալի, ես ու դասերս կարողա թողեմ, դրա համար էլ տենց լավ բժշկուի դարձավ իմ աղջիկը։ Տես ինչ լավ ենք բացել, Սոն, տես։ Ահա, այս հաստությամբ պետք է լինի, ասենք, ոնց ասեմ, մի միլիմետրի չափ, էլի է տենց, բայց սենց որ անես, ասենք հավասար է էլի լինում, Սոն։ Միտեղ հաս չի լինում։ լինում։ Ես չեմ կորոնում, մամա։ Միտեղ հաս չի լինում, միտեղ էլ բարակ։ Ուժերիցները դման բաները, հա։ Չի կարաս։ Հաստատ չէ։ Մենակ ցանկությունը լինի, թե չի ամեն ինչ էլ մարդ կարա անի։ Կարող է այդքան էլ ցանկություն չունենա դրա համար։ Դու շատ զբաղված մարդ ես։ Ասենք հիմա մարդիկ կան մտածեն, ասեն իր աղջիկն է գովում, հա, բայց չէ։ Ինքը շատ զբաղված է երեխաներով։ Այդ երեխան մեկը դպրոց է, մեկն էլ դեռ էսա փոքր է։ Երեխաներով օնլայն աշխատանքով։ Օնլայն աշխատանքով, դրսի աշխատանքով, մի խոսքով, ամեն ինչի ժամանակն էլ կգա։ Էփելու, թափելու, թխելու, երեխեքդ որ մեծանան, արդեն դու էլ ինքստինքյան տես, էսի արդեն տես սենց Մի ժամանակ շատ էի սիրում սենց խոհանոց, բայց Հա, արդեն դու այս շատ զբաղված ես։ որ պետք է սենց շատ արագ անես, այդ թվում նաև նենց բան պատրաստես, որ վնաս չտա առողջությանը, ավելի առողջ արար։ Էսի ճիշտ է, բանի համար է, պեչենիների բանի համար է, բայց շատ հարմար է, էլի ինձ համար հիմա կտրտում եմ, էլի։ Էսի ինչ չի Դե գիտես։ այդ հենց կյանքս ինչ ես անում, մի դիպ։ Այս հենց կտրտում եմ, ես էլ ճիշտ ասած ես սարքից էլ ունեմ, բայց չեմ հավանում, շատ փոքր է լինում։ Ինձ թվում է սենց ավելի հարմար է, էլի, ասենք մարդ ինքը պետք է ընտրի իրան ինչն է հարմար։ Ասենք ձևականության հետևից գնելն էլ մի բան չի, էլի։ Բայց այդ շատ լավ է ստացվում, ում Չէ, ասենք մարդկա դնում են ձևի, օրինակ Իշլիկ Քյուֆտայի համար սարքը առա հեչ բաներ, ինձ լավ է լավ է ես հիշում եմ, որ ասենք ձեռքով անեմ, ավելի լավ է 100 հատ ձեռքով սարքել էի։ Ես այն պելմենների այն սարքը որ կար որ Հա, այդ եմ ասում, ունե։ Իմ մոտ էլ չստացվեց։ Չսիրեցի, ես էդի շատ մանր է լինում։ Չէ, բացի մանր է, մամ, ինքը sense չգիտեմ, երևի հատուկ հմտություն է պետք դրանով աշխատել։ Չէ, էդի ասենք մարդիկ կան սարքում են վաճառում են, իրանց շատ ձեռ է տալիս, իսկ մենք անում ենք մեր ուտելու համար, ասում ենք։ Հետո հարմար է, էլի, այս չափը, sense ասենք շատ հարմար է։ Ճալուր գցենք, sense որ չկպնի։ Այն որ ասում եմ ես ու մամաս ենք պատրաստում, դա հասկանում եք չափազանց հրաշա։ Ճիշտն ասած ես Խալ է ասված, մաման է պատրաստում։ Ճիշտն ասած ես խմորի մեջ մի քիչ ձեթ էի գցում, որ էլաստիկ լինի, բայց մոռացա գցել։ Մամ դու չես երևում հետևորդներիս։ Դե լավ, ոչինչ, ինչ չտե։ Ճիշտ է, ես խոհարար չեմ, բայց ինձ թվում է ոչ մի չափանիշ չկա ամենու մեջ, ասենք ոնց աշխարհի ամենալավ խոհարարն է։ Միջայլոց իմ աղջիկներն ու իմ փեսաները շատ են սիրում իմ սարքած, իսկ ինչա կարևոր, դրանից կարևոր բան էլ աշխարհում չկա։ Հա, ճիշտ է, հետո գործընկերներս էլ էին շատ հավանում իմ սարքած ուտելիքները, տոլմա բան, գործի էի տանում, բերելով շատ էին հավանում, ինչև հիմա ասում են։ Աբա դու համով ես սարքում, մամ ջան, դες այսօր в главных ролях։ Ой, В главных ролях։ Ահա։ Դες նորը կիսիլո պատրաստում։ Հոնոր, ուտեմ քիզ։
Ինչ լավ է Սենց շարքում։ սիրուն անում ենք, որ այս մասը։ Այս Յո։ դուրս չթռնի։ Այս ինչ ես անում, որ սոնդու։ Մամա տենց չէ։ Չէ։ Ես էլ տենց էի Չես անում անում։ իմը։ Բա ոնց ես անում։ Հա, ուղղակի Այս ես անկյունները կպցրա իրար։ Հա կպցնում եմ, բայց ասենց որ Բայա։ տափակոտ լինի։ Այո։ Լավ։ Սորել, այ բալաջան։ Հա, կյանք հետո հələ մի հատ երկի, ոնց է դու երկում նոր։ Մեկ էլ տեսար մի օր մաման չեղավ, դու արեցիր։ Մոմվաներ չասես։ Ահա։ Նոման բաներ չասես։ Դե հայ բալան ոչ մի հավերժ չի։ Լավ, մամ, հիմա իմ մասին լավ բաներ Ինչ պատմեցի։ ասեմ։ Հիմա բացական բաներ է պատմի։ Բացասական։ Այն որ ինձ ասում էի, դու գործ անել չգիտես, մոռացել ես։ Հա։ Ասում էի, մինչև ճիշտն ասած իմ աղջիկը բժշկական համալսարան ավարտել է, արձինատուրան։ Միշտ չեմ թողել, որ Արձինատուրաները։ արձինատուրաները։ Միշտ չեմ թողել, որ ինքը այդ խառնվի իր, ասենք, բժշկական խալաթը, ես էի լվանում, ես էի հարթուկում, Բայց չէի այդ ուներ իր վստահում։ բացասական կողմերը, որ ես գործ անել չսովորեցի տանը։ Ինքը չէր սիրում գործ անել։ Ուղղակի մի օր փեսայիս ասեցի, գիտես ինչ կա, ասի Սոնան, ասի ես ճիշտն եմ ասում, Սոնան ասի ոչ մի բան սարքել չգիտի, Արտյոմ ջան։ Բա ոնց ասել են։ Բա ինչ մարդը ինչի։ Մա ինչ ասեց։ Շուտ խոսա։ Մեկ է ձեն չհանեց, հաջորդ ալյուրը կտաս։ Մեկ էլ հաջորդ անգամ որ արդեն եկա քիչ, մեկ էլ ասեց Թամար տոտը ասի, ինչ Արտյոմ ջան, ասեց, բաս մեր Սոնան բան սարքել չգիտեն, հենց համով է սարքում։ Ադե սիրող մարդը պետք է այդպես արտահայտի։ Ասեց ինձ, հա, ասի լուրջ ես ասում։ Ոյ ավելի լավ Արտյոմ ջան։ Ես շոտ ուրախ եմ։ Արտյոմը իմ խաշած դուրս շատ հաճիկով։ Փաստորեն ինձ թվում է, եթե մարդը խելացի է, ես տենց եմ կարծում, եթե մարդը խելացի է, եթե ցանկություն կա, եթե ճիշտ եմ ասում գրեք, ցանկություն կա ամեն ինչում էլ կսովորի, ես հիմա բարդ բան չի, ոչ մի բանն էլ դժվար չի սովորել, ասենք, ինչ է, եթե մարդը կարողանում է արձինատուրա սովորի, ես ինչ է որ չկարողանա անի։ Ասում էի Սոնա ջան, Ձերքվերովի հմտություն ասա։ հելմեր կրիշը, որ ինձ մարդ չխանգարի, հելմեմ կրիշը դասը սովորել, քննության եմ, դաս չէ, քննության, ինստիտուտում բժշկական, մեկ էլ ասում էի, մամա ինչ չխանգարեք, ասում էի չէ, Սոնա սարավոտը գնում է քննության, ամեն անգամ, մեկ էլ տեսնում եմ զանգում է, մամա, ասում եմ, մամ գիտես իձի քննությունից ազատել են, ես քննություն չեմ տվել, ենքան լավ եմ սովորել քննություն չեմ տվել։ Նորին խնդալու յոյու։ Վայ, ոնց է ուրախանում աշխարհով մեկ իսկ կհասկանան մամաները, ովքեր որ ուսանող երեխեք են ունեցել։ Սոն ջան, ենք նետուրեն էլ բացեմ, ես հա։ Ես լավ տվողի դերում եմ։ Ոչինչ, դու հանգստացի։ Այս ասել կորեկել եմ մամայի տուն։ Ես չեմ թողում կոֆե էլ ինքը դնի, ես եմ դնում։ Կոֆե չեմ դնում, ուրես հաճելի է։ Բայց կյանքս մի դիկտեոն է։ Նո։ Բա ինչ, բա իմանամ, որ իմ երեխեքը որ իրանց լավը զգան, սենց եմ եղել միշտ էլ։ Ասում է, այն մի հատ ռիլ կա, չէ, ասում է զանգում է աղջիկը մամային, ասում է, մամ ես երեխեքիս հոգնել եմ, երբ է թեթևանալու կյանքս, մաման ասում է, ես չգիտեմ, մինչև հիմա դու իմ գլուխը արտուկում ես չգիտեմ։ Հիմա իմն է։ Շիշտ ասված։ Իհարկե եւս մեկ քույր ունեմ, մի հիասքանչի գեղեցկուհի Աննա, ինքն էլ է իմ օրին, էլի փոքր է պահում, նորս մի կեր կյանք։ Մի օր որ չգնամ, մամա, չհասկացա, ես չես գալիս։ Հա, բա մամայի օգնությունը այս բանն է։ Անփոխարինելի ոսկե օգնությունը։ Մի օր Նարեկ, այ Նարեկ, դու խնջոր ես սիրում հիմա ես։ լցնողի դերում եմ։ Դու խնջոր սիրում ես կյանք։ Խնջոր։ Ապաչի, հələ մի հատ ասա, ապաչի։ Նարեկի սիրած երգն է։ Բոնո Մարսի։ Եղնեմ Նարեկին։ Տատիկի կյանքերն են, սրանց առանց սրանց կյանք չկա, ինչքան ուզում ա որտեղ գնաս, ինչ հետաքրքիր բաներ տեսնես։ Հակա ստրես է, չէ։ Սրանք ուրիշ են կյանքում եւ ամենուր։ Պապան անցավ։
Պապասն լավ, կադրի միջով անցավ։ Հա, քաղցրս, լավ։ Ուղղակի ասում եմ բերան այդ մի իրարս, թե չէ խաղա։ Առ քեզ կյանք առ։ Այնտեղ էլի կա, աղբերդ էլ էր էդի շատ սիրում Ես բան եմ անելու, գիտես, մամ շուտով նոր էջ եմ ավելացնելու YouTube-ի իմ հետևորդների համար, որը կոչվելու է հակաստրես խոհարոց կամ նմանատիպ ինչ-որ մի բան, նմանատիպ անուն, այսինքն խոսելու ենք, թե մարդիկ ինչպես են հաղթահարում, կառավարում իրենց սթրեսը։ Այ օրինակ քեզ համար սթրեսը կառավարելու ինչ ձևեր կա։ Օրինակ ստրեսը կառավարելու ես ստրեսը ճաշի որ ճաշ եմ սարքում կառավարել չի լինում էդի հետ մենակ երեխեքին տենալով թորներից տենալով աստված չանի տենց ստրեսի ենթարկվել չի ոնց որ անջատում ինչ որ ասենք անհանգստություններից բանից խոհանոցով չես հանգստանում չես բանանում տենց նման բան կա էլի նման բան կա իհարկե կա Հիմնական քո թերապիան թողնեն է հա իհարկե 100% էդիտուր ես արդեն շոկ է թերապիա կհալվի էլի դնենք դնենք սարը Էս հիմա դնում ենք սարցախցիկը դնենք որպեսզի չհալվի կարողանամ ավելի հեշտ տեղափոխել տանել եմ մեր տուն ու Սոնայիս հարգելի հետևորդներ գրեք ինչ կուզեք, որ ես ձեր համար պատրաստեմ հաջորդ անգամ։ Այո, իրոք ինչ կուզեք։ Կուզեք վաղը կտեսնեք իմ խորովածի ֆարշը ես ոնց եմ բռնել։ Հա, ճիշտ է, մաման այսօր։ Այ մամ, էդ էլ պետք է նկարեիք, ինչ հավեսին խորոված։ Վաղը ես հիմա կարամ պատմեմ։ Օրինակ ես միսը շատ լավ լվանում եմ, Դե կարեք այդ թողենք հաջորդ թեմային, որ պրակտիկ տեսնեն, բայց ասա, հա։ Ասենք օրինակ մարդ կա մսին, ասենք ես միշտ ցիտրոն էի ավելացնում, մսին, մեկ էլ ռեհան։ Այդ ես էլ գիտեմ որ ցիտրոն։ Հա, հիմա գիտես ինչ եմ ավելացնում, վաղը կուտես կտենաս։ Սարի ուրց։ Մի քիչ ուրց։ Անպայման սարի լինի։ Անպայման սարի։ Սարի սիրունյա։ Ահա, բան։ Սարի։ Իվիչալը Սոնա շատ լավ երգում է։ Այ որ ուզեք ինքը լավ երգում է, շատ լավ երգում է։ Ես ուզեցի ինքը չգնաց երգի։ Բայց էսի ուրիշ տեղ երևի դնենք Սոնյան, էսի տեղափոխենք ժողովուրդ ջան սարցախից։ Համեցեք մեր հետ ուտելու։ Այո։ Մեր դռները բաց են։ Ով ցանկություն ունի, գրեք, ասեք գալիս ենք այսօր խորոված ուտելու։ Խորովածը պատրաստ է։ Մամաս անսահմանափակ հյուրասեր է։ Թևերը, հավի թևերը, կպրատում, մշակում, ամեն ձևի, որ առող սնունդ ստացվի։ Ասենք քացախ եմ լցնում, աղ եմ լցնում, սպիտակում ասենք, կարող շատ մարդ չգիտի։ Այո, մաման առողջ եւ ճիշտ սննդի կողմնակիցն է։ Ճիշտ ասած ամուսինս է շատ լավ միս առնում, սա բերեմ ցույց տամ, իդեալական։ Ամուսնու պես գովում։ Իդեալական խոզի միս, դե ինչ ճիշտ եմ ասում, գովելու բան չկա։ Պապջան։ Ահա։ Սերձեշնի պրիվետ, ադզիմձիմը։ Եկեք այսքանով ավարտենք ծերի հետևորդներն, նա սոված է արդեն, ինչպես տեսնում եք, խառնվել է։ Այո, սոված է եւ միացային։ Դե ապրեք, որ դիտեցիք մեզ։ Այո։ Շնորհակալ ենք, որ դիտեցիք։ Սենց։ Դե լավ եղեք, ապրեք, որ դիտեցիք։ Գրեք ինչ կուզեք, որ պատրաստենք ձեզ համար։ Պատրաստենք, այո։ Տեսություն։ Պաչիկներ։